Գարիկ Սարգսյան։ Մեծարգո վարչապետ, ինչպես նկատեցիք, մեր ընդդիմությունը չափազանց շատ սրտնեղում է, երբ Կտրիչ Ներսիսյան ենք ասում։ Աթարեցրեք։ Իրենք ակնկալում են, որ Ոնց որ բոլորը չեն նեղվում, իմաստն է։ Ճաշակի հարց է։ Իրենք ակնկալում են, որ մենք պետք է ասենք Գարեգին B, մենք պետք է ասենք վեհափարտեր, մենք պետք է ասենք կաթողիկոս ամենայն հայոց եւ ի հակառակ դրա նրանք փորձում են ամենքերբ խուսափել ձեզ պարոն վարչապետ դիմելաձևից եւ դիմում են պարոն Փաշինյան, նորմալ է, ոչ մի արտարոց բան չկա, երբ մարդուն դիմում ես իր ազգանունով։ Պարոն Գևորգյանը ասեց, Ես դա էի ուզում, նկատեցի, պարոն Գևորգյանը միայն նա հանդգնեց, ռիսկ հավաքեց եւ ձեզ դիմեց պարոն վարչապետ, հուսով եմ պարոն Գևորգյանին ընդմիջման ժամանակ ֆրակցիայից ոչ մի նկատողություն չի եղել։ Ինչ եք կարծում, հարցը։ Ինչու ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիչ Ներսիսյանին դուք դիմում եք։ Շարունակեք, պարոն Սարգսյան։ Երբ Կտրիչ Ներսիսյանին դուք դիմում եք, երկրորդ նախազգուշացումը։ Շարունակեք, պարոն Սարգսյան։ Երբ դուք դիմում եք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետ անվանելով նրան, ինչու այդ պարագայում նրանք չեն նեղվում, ինչ տարբերություն։ Գիտեք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ով ինչից ուզում է կարող է նեղվել, ես բացարձակ խնդիր չունեմ։ Հիմա Կտրիչ Ներսիսյանից նեղվում է։ Ես էլ չեմ ուզում։ Աթարեցրեք։ Ես էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում Կտրիչ Ներսիսյան։ Հակառակ դեպքում կարող եմ ամեն երկրորդ նախադասության մեջ ասել Կտրիչ Ներսիսյան։ Վերջ, դադարեցրեք, հարգելի գործընկերներ, դադարեցրեք։ Վառակտված է ընդդիմությունը փաստորեն։ Դրա համար հնարավորինս քիչ եմ ասում Կտրիչ Ներսիսյան։ Պարոն Աստարյան, դուք ինչի չեք դմդմփաստում, դմդմփացրեք։ Պարոն Ղազարյան, դմդմփացրեք, ինչի չեք դմդմփաստում։ Ձեր ֆրակցիան դմդմփաստում է, ինչի չեք դմդմփաստում։ Դմդմփացրեք։ Եվ սա ժեստ է ընդդիմության հասցեին, հակառակ դեպքում ավելի շատ կասեի Կտրիչ Ներսիսյան։ Տեսակ ձեռները ցավեց, այլևս ոչ մեկին չի հետաքրում Կտրիչ Ներսիսյան։ Արձագանք։ Չունեն արձագանք։ Ես ուղղակի խորհուրդ եմ տալիս արձագանքը օգտագործելով, խորհուրդ եմ տալիս մեր ընդդիմադիր գործընկերներին, կառավարության ծրագիրը, որտեղ մեր դրոշը եւ զինանշանն է, չխփեն դրանով պետական գույք հանդիսացող այս սեղաններին եւ մի առաջարկ մեր ֆրակցիային սրա տակից դուրս գալու համար առաջարկում եմ ինձ տանեք պատիվ տակ այսօր։ Ընդհանրապես, եթե շատ անկեղծ ասեմ, մեր մեծագույն ցանկությունն է, որ մենք լիարժեք եւ լիաթոք ամենայն հայոց կաթողիկոս ասելու առիթը ունենանք։ Մենք այլ նպատակ չունենք, քան այն, որ այդ խնդիրը լիարժեք կերպով լուծվի։ Եվ կարծում եմ այո, մենք շատ խոսում ենք արժեքների մասին, բարոյականության մասին,
բայց այդ մեր ասելիքը եւ խոսելիքը կեղծ է, քանի դեռ մեր սրբություն սրբոցի նկատմամբ, հասկանում եք, մեր արժեքային համակարգի էպիկենտրոնի նկատմամբ մենք հանդուրժողական վերաբերմունք ունենք։ Հիմա բարձ հարց է, ունի Կտրիչ Ներսիսյանը զավակ թե չունի։ Ամբողջ Հայաստանը գիտի, պարզվում է, որ ունի։ Եվ մենք այս փաստը պետք է առերեսվենք, թե չառերեսվենք։ Սա խնդիր է, թե խնդիր չի։ Սա կարծում եմ խնդիր է։ Եվ բոլոր դեպքերում է խնդիր, ոչ միայն Կտրիչ Ներսիսյանի դեպքում։ Հայկ Սուքասյան